Բարև ձեզ հայեր ջան։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել շնորհակալություն մարտի 8-ի շնորհավորանքի համար հայեր ջան, բայց ես ձեզ չեմ շնորհավորի մարտի 8-ը։ Հիմա չեմ ասի ինչի համար, որ մանրաշ չընկնեք, վաղը կասեմ։ Լավ հայեր ջան։ Թող սա լինի մեր հայերիս վերջի մարտի 8-ի շնորհավորանք։ Մեր մայրության տոնը Մայրամ Աստվածածինի ծննդյան օրն է հայեր ջան։ Հիմա կան երկու թուրքաջվուտ, մամաները պիտի լացացնեմ, որ մյուս անգամ չփորձեն ունկը տնգած, հայերի հետ խոսան, թելադրանքի տոնով, ուլտիմատում տնելով, իմանան, որ իրանք զիբիլ են, իրանք ոչինչ ունեն ընդհանրապես աշխարհով մեկ, ինչ որ մնանց իգնահաստատվեն հայ ազգի վրա։ Էդի իրանք զոմբիաժեղ անվանեցին հայերին, իրանք ասին, իրանք հավատացին, իրանք ուրախացան։ Դե հիմա գտեսնեն զոմբիաժեղը ով է, հայեր։ Ես ցենզուրայից դուրս ելնում եմ, բարեր եմ ասում, բացարձակ չեմ ամանջում, որովհետև պետք է իրանց համապատասխան հարվածներ տալ։ Երբ որ կեղդի հետ խոսում ես շնորհքով լեզվով, դու իրան բարձրացնում ես այս կեղդին միջև քեզ։ Հասկացաք, որ ինքն էլ իրան լավ ազգում, գիտի թե ինչ որ արժեք ունի։ Հետո մի հատ ձեռիս հետ խորհուրդ տամ։ Այն աբիզյանների բալագանը, որ ավտոբուսով գնում են, վերջում պարում են։ Իմիջայլոց ձեզ ասեմ, Դարվինն ասել, որ մարդը առաջացել է կաբիկից։ Ճիշտ է։ Մեզ 100 տարուց ի վեր փորձում էին աթեիզմի հետ միասին, որ Աստված չկա, մարդն էլ ստեղծվել է կաբիկից, առանգուտանների վրա ներկայացնում են, որ իրանք ուզեցել են փորձարկում անել սկրիստից, չլավեկս աբիզյանը, ու ստացել են սենց ինչ որ առանգուտան։ Առանգուտանն էլ սենց բանան պոգելով դարձավ մարդ։ Պաչիմուտը ճանճը թռնելով դարերով չի դառնում սամալյոտ։ Հիմա, չէ որ իրանք ամբողջ աշխարհը անվանում են սկատինա, անասուն, մարդ մենակ իրանց են համարում։ Այսինքն պետք է հասկանանք, որ կաբիկից առաջացած մարդը հենց ջվուդն է միայն։ Այդ ավտոբուսը, որ տեսնում եք, պաշտպանության նախարարությունով, առողջապահության նախարարությունով, ընդամենը ջվուդների իրական պատկերն է, ժողովուրդ ջան։ Կաբիկների ավտոբուս է շարժվում, ծլծլախրանիցիլներով, բաներով, Յակոբի արժեք։ Դուք տեսել եք, որ սեղան կա այդտեղ։ Դուք իմացեք, որ հետևում էլ զուգարան կա, դրանք վախենում են ինչ որ միտեղ զուգարան մտնեն։ Ստալինի ավտոն, ժողովուրդ ջան, պրավիչելստվինի, միտեղ ինքը նստում էր, միտեղն էլ նստարանն են ծեր սարկած, փակ ունիտազ էր։ Մուրդրում էր ճանապարհին, վախենում են միտեղիչներ մուրդրելու համար։ Ճամպա որ գնում էր, այդտեղ մուրդրում էր, ու սարկած էր այնց, որ վակուումով քաշում տանում էր կեղտը դուրս, հանգարց Ստալինի անգամ կեղտը անալիզ չանեն, չիմանան, գեներալիսիմուսը հանգարց հիվանդ է։ Հիմա սրանք իրանց ավտոբուսի նստարանների դեմ ուշադիր նայեք սեղանները։ Այդտեղ ուդում են, վերջում մուրդրում են, որ ասում եմ սաղ միտեղ են մուրդրում էլ երևի ուդում են, որ իրանց անալիզները ոչ մեկը չիմանա հիվանդ են ուղեղից թե ինչ են։ Ժողովուրդ ջան, մի հատ խնդրանք։ Եթե մարդուն ուզում ես տրակցնել, ընդհանրապես իրան արհամարեք։ Երբ որ անգամ այդտեղ արդեն հերիկա, ինչքան քֆուր տվեցինք, ինչքան թկեցինք երեսներին, իրանք արդեն լավ էլ գիտեն, որ
հայերն արդեն առաջվա հայեր չեն, իրանց գործերը լավ են գնում, երբ որ հայերը միամիտեն չգիտեն։ Հիմա գիտեմ, որ հայերը գիտեն, լավ էլ քֆրդեցինք, լավ էլ մուրդրեցինք, հիմա մի հատ խնդրանք, համարեք իրանց էջերին ոչինչ մի գրեք։ Իրանք հենց հիմա իրանց լավ են զգում, ձեռ են իբր թե մեզ առնում, իգնահաստատվում են, որ արդեն հարցերը լուծել են, մեր ատամները հաշվել են, հայեր, դուք որ ջղային անում եք, քֆրդում եք, իրանք գավախք են հավաքում։ Բարի մարդը ուրախանում է, երբ որ լավ բան է անում, մեկին օգնում է, մեկին ուրախացնում է, չարը ուրախանում է, երբ որ մյուսներին կատաղացնում է։ Իսկ երբ որ մենք դեր գրում ենք ինչ-որ մի բան, ուրեմն իրանց հաշվի ենք առնում, որ իրանք կան, դեր ռեակցիա ենք տալիս։ Ամենաուժեղ հարվածը մարդու արհամարելն է, մի պատասխանեք։ Մի պատասխանեք, ոչինչ մի գրեք, տեսնեմ իրանց այդ ցիրկի կաբիգությունները մինչև երբ են շարունակվել։ Աստված, մեռնեմ զորությանդ, այնենց մի օր վարորդի խելքը մաղի, ճանապարհին հանկարծ չգիտեմ, անսպասելու մի հատ դեպք կլինի, այդ սաղ օբշիով սենց ընկնեն ձորը սատկեն։ Վերևն Աստված։ Հիմա ուրեմն Արա Պապյանը, այն որ անցած տարի այդ եզին գիտեք, կերելա ենկան, զղտկվելա ենկան, կերի չի կակե, կարերից տրակվում արդեն։ Տրակվում է բարի բուն իմաստությամբ։ Ուրեմն Սովետի վաղթվանից ժողովուրդ ջան, ԿԳԲ-ի ագենտա, ջևուդա։ Աֆղանիստանի պատերազմի ժամանակ եղել է աֆիցերսկի սաստավում։ Ուրեմն լավ իմացեք, նման պատերազմները, որ տանում են, տարել են, աֆիցերսկի սաստավ, հիմա էլ որ տեսնում եք, աֆիցերսկի սաստավը, սաղ իրանց ջվուդներն է, զինվորականները այդ երկրի որ երկրից բաննակա գնացե կամ այդ երկրից, որը կռվի մեջ է ներքաշում, բոլոր զինվորականները ոչ հրեաներ են, ժողովուրդ ջան։ Իմացեք, որ աֆիցերսկի սաստավ Աֆղանիստանում եղել են հրեաները, որ տարել են ժողովուրդներին, տվել են սպանել իրար։ Մինչ Աֆղանիստանում ինչ մսաղաց ա եղել, մեկ աշխարհը գիտի։ Հիմա ուրեմն այս ջվուդը երկու տղա ունի, երկուսն էլ Կանադայում են, բացարձակ բաննագում չեն ծառայել, իրան իրավունք ա վերապահում, հայ հանդես գա, ու ստեղ տղեկներին թաքցրել ա Կանադայում, ստեղ մեր ազգի հարցերն ա լուծում, իրան արևին։ Ուրեմն 2-3 տարի առաջ հրեաների միության նախագահան գիրք տպագրեցին, տարածեցին, ուրեմն գրքի անվանումը Եվրեի Զիմլի Նոյա, այս գիրքը նայեք, այսինքն են վայկի կողմերում գերեզմանոցի բուտաֆորիա, որ ստեղծել են, ասեմ իմանաք, կանանչ վառոդներն էլ դրել են, իբր թե իրան գդել են հրեաների շուտ քանի դարերի եղած գերեզմանները, ենքան տուպոյ են, ուրեմն բերել են գերեզմանների քարերի բուտաֆորիա են սարքել, իրան շան լեզվով էլ քանդակել են, չեն մտածում, որ դարերի ընթացքում գնում ես ջավախքն էլ, տեսնում ես 5 քարեր գերեզմանոցի, տարբեր ձևի հողը ոնց նստել է, այտենց էլ ծռվել են այդ քարերը, դրանից բացի տարբեր վարպետներ, տարբեր ձեռագիր ունեն, տարբեր շրիֆտ ունեն, տարբեր ձևի են գրել, ուրեմն տվել են մեկին,
այդ քարերը շարել են, սաղ մի ուղղությամբ գրել է նույն ձեռագրով, նույն քանդակագործով, իբր տեստեղ հрьяաների գերեզմանոցը քանի դար առաջ ա եղել, իրան գտել են։ Ռիմա Վարժապետյանը այսինքն չուտյո ուներ, Երևանի կենտրոնից հոդը զգաց գնանց գտավ։ Հիմա այս գիրքը գրել են Ռիմա Վարժապետյանի անունից, իհարկե նրա ուղեղը այդքան չի աշխատում, որ գիր գրվի, գրքերը գրում են ժողովուրդ ջան, ում պետքա PR անեն, իրան ազգանունը գրում են, որ հեղինակը ինքն է։ Եվրեի земли Նոյա, էսա գիրքը, ահա, լավ նայեք։ Արա Պապյանը, նայեք, Արա Պապյանը, Ալեքսանդր Ցինկերի հոդվածը դրել է, կրկնել է իրան, էջի վրա։ Хочу поздравить руководителя еврейской общины Армении Римы Варжапетян-Феллер с выходом серьезной и нужной книги. Благодарность всей творческой группе. Արա Պապյանը քաշել է իրան էջի վրա, այսինքն ստորագրվում է, որ ինքն էլ է շնորհավորում Ռիմա Վարժապետյան-Ֆելլերին, որ շատ կարևոր գիրք է գրել, որ հрьяաները ստեղ հիմքից արմատներ ունեն, գերեզմանի քարեր ունեն։ Ժողովուրդ ջան, հիմա ձերս հետ էլ մի բան ասեմ, այն որ ինձ հարցնում են մշո էջ։ Դեր 2018 թվի հեղափոխության ժամանակ տարածում էր, որ Տիգրան Մեծը հрьяաներին դեր են վաղ բերի լցրելա տարելա Արցախ 300,000 դա սուտ լուր է ժողովուրդ ջան, որ իմանաք, ուրեմն աշխարհի թակավորների թակավոր կարողացել է այնքան խելք ունենա աշխարհի կեսը գրավի, խելք չուներ տարբերեր, որ հрьяաները բոզ են, այլասերված են, կեղտ են, սրանց ոնց կարա բերի մեր երկիրը։ Ես որ Բաքվում էի, դեր կարդում էի հայոց պատմությունը, հрьяաներն արդեն գրում էին, որ Տիգրան Մեծը իրանց բերել է որպես ռիմեսլինիկ, հա, որ իրանք ձեռը շնորհք են ունեցել, Տիգրան Մեծը բերել է, որ հայերը բոշի նմանման են կեգե, իբր թե մեր համար շոր են կարե, կոշիկ են կարե, պետք են եղել։ Ժողովուրդ ջան, այդ կոշիկն էլ ենա գտել ենք տրեխները Եփանից։ Իմ մերս կարենող էր, միշտ ասում էր, որ աղջիկսի գիծի օր, այդ սաղ շնորհքն հայերին է, հայերն է սաղ ստեղծած, կոշիկ կարելն էլ, հագուստ կարելն էլ, սաղ հայերն են, ուղեղը հայերին է, ժողովուրդ ջան, ստեղծագործելու, հորինելու, հեջ բանից բան սարքել, հայի միտքն է։ Հիմա ուրեմն իրանց հիմք են ստեղծում, որ Արցախը ջհուդական է դերեն վաղտվանից։ Հիմա էլ արդեն վանից են տարածում, որ այդ 300,000-ն այնտեղ է տարել Տիգրան Մեծը։ Հիմա, երբ որ եկաստեղ արդեն սկսվեց գրվել, որ Տիգրան Մեծը ջհուդներին բերել է որպես խելքի, խելացի, շնորհք ունեցող մարդկանց, հայերին խելք խրատա։ Պաչիմուտը ջհուդներից թակավորների թակավոր չի ծնվել, անգրագետ հայերից թակավորներից թակավոր է ստեղծվել։ Հիմա էլ տարածում են, որ Մետաքսե ճանապարհը ջհուդներն են հորինել, սկզբից սկսեցին խոսալ, որ չինացիքն են էտի, երբ որ խոսացի գրեցի մի հատ չինացու այսինչ պզդելիկ, կմախ չկա Հայաստանի տարածքում թաղված, բայց հայերի կմախքները Չինաստանում գտնվում են։ Այդ ոնց եղավ, որ չինացին այդ ճանապարհը ստեղծել։ Ահան, էդի չանցավ էլան ասին, որ ջհուդների խելքն է։ Ջհուդներն են այդ ճանապարհը, Մետաքսե ճանապարհը ստեղծել, լուրջ, ջհուդները այդ ճանապարհի վրա ռազմբոյնիկի գործ էին անում, հարձակվում են հայերի կարավանների վրա,
ժողովուրդ ջան, սպանում են հայերին, ապրանքը տանում են, այս գործն են արել ընդամենը։ Հիմա այս կռիվը, այս Սյունիքը, այս Նախիջևանը, այս Իրան-Ադրբեջան ճամփեն, որ ուզում են սարքեն, հիմա որ տարածում են ռելիգիոզնի կռիվը, ժողովուրդ ջան, ռելիգիոզնի կռվի անվան տակ ուզում են մեծ բոլոլա սարքեն, շունտ երգել, իրար չճանաչեն, ինչա կատարվում, որ այդ ճամփեքը բացեն, այդ մետաքսի ճանապարհը իրանցով անեն։ Հասկացաք ինչի կռիվը։ Հիմա այս կերի ու չի քակելը պոստա գրե։ Բա ստեղ չեն կարա մի քանի երեխա սպանեն, ելնեն ասեն, վայ, չէ, այնտեղ չեն կարա մի քանի երեխա իբր թե հայերը սպանեցին, գիտեն, որ հայերից էդի հեռու է, այդ շարը չեն կարա հորինեն, կռվի պատճառ ստեղծել, ջվուդները, աշխարհը չի հավատա նման բանին, Արա Պապյանը, ուրեմն հիմք է ստեղծում, հետո չասեք, ես ձեզ չեմ զգուշացրել, Իսրայելը որ հարձակվի ձեր վրա, իբր թե պինյայցի նսիբա, մեղավորը դու եք, ահա։ Հիմա տեսնենք մեր մեղքի փայ բաժինը, ինչումն է, Արա Պապյանը ինչից ասենց կատաղած, որ յուղերը սկսել են հալվել վրից։ Գիտեք, չէ, անցած տարի պոստեր էր գրում, որ շներին, կատվներին պետքա փողոցների սաղին սպանենք, մի հատ կադու շուն պիտի չմնա, մեզ չանհանգստացնեն, Կանադայում է տենց է, մի հատ շուն ու կադու չկա, աստեղ էլ պիտի էտեն չլինի։ Ֆաշիստ տվարյա։ Հիմա ինչա գրե այս ֆաշիստը։ Հայաստանի երեական համայնքում կան հասկայեր ասնան։ Ուրեմն ինչա գրե այս ֆաշիստը։ Так. Այս այրան պոստը ցույց տա, Էռատոյի ու Դարվադելի մոր նկարն էլ դրել է, Արա Պապյան։ Աննա Հակոբյանը բազմաթիվ քննադատության արժանի բաներ է արել, բա։ Քննադատել եմ եւ քննադատելու եմ։ Մեր իրավունքն է, բայց չի կարելի կեղծիք տարածել, հատկապես հրարել ազգամիջյան ատելություն։ Բա ջհուդը մեզ սպանում է, մենք պիտի իրան սիրենք, գիտեք։ Չի կարելի։ Ազգամիջյան ատելություն, հլը այ կերի չես քակել, հլը հարց տուր, ինչի համար եք դուք ատում, ոչ թե միայն հայերին, այլ ալամ աշխարհը, ալամ մարդկությունը, ներառյալ շուն ու կատվներին։ Այդ տվար։ Դальше։ Նկարում Աննա Հակոբյանը մոր Կիմա Մկրտչյանի հետ։ Սենց քտերով, սենց ճորտած աչքերով։ Քանի որ շատերը վերևի գրությանս նախընտրածը չգիտեին, փորձեմ մի փոքր ավելի բացատրություն տալ։ Facebook-ի հայկական սեգմենտում օրեր առաջ սկսվեց կեղծ լուր տարածվել, որ Աննա Հակոբյանի մայրը հրեա է, եւ դա ակնհայտորեն բացասական հրահանգավորում ուներ եւ հավանաբար ուղղորդվում էր դրսից, քանի որ մի րոպե հայ ջան, վայ կորավ։ Նկարում Աննա Հակոբյանի մոր Կիմա Մկրտչյանի հետն է։ Քանի որ շատերը վերևի գրության նախընթացք չգիտեն, փորձեմ մի փոքր ավելի բացատրություն տալ։ Facebook-ի հայկական սեգմենտում օրեր առաջ սկսվեց կեղծ լուր տարածվել, որ Աննա Հակոբյանի մայրը հրեա է, եւ դա ակնհայտորեն բացասական հրահանգավորված էր
հանգավորում ուներ և հավանաբար ուղղորդվում էր դրսից, քանի որ Մայն Կապ համընկավ Իրան-Իսրայել ԱՄՆ-ի պատերազմի առաջին օրվան և հրահրված էր հերթական հակահրեական ալիքի հետ Facebook-ի հայկական էջերում։ Բնականաբար, հաշվի առնելով այդ լուրի կեղծ լինելը, յանի մենք մինչև էդ չենք ապացույցել, չենք խոսացել, որ սրանք սաղ ջվուտ է, մենք պատերազմից մի օր առաջ սկսեցինք հենց խոսալ, Իսրայելը ջղայնացել է։ Բնականաբար, հաշվի առնելով այդ լուրի կեղծ լինելը և ազգամիջյան ատելության հրահրումը, ես պարզ գրեցի, որ նրա մայրը հրեա չէ, ազգանունը Ֆրիդման չի, ինչպես տարածում են այլ Մկրտչյան, և բնավ ճիշտ չէ ազգամիջյան ատելություն հրահրել։ Վախենում են, ժողովուրդ ջան, ուլտիմատումը, որ դրել ենք, որ եթե Աստված չտա փորձեն Հայաստանի վրա հարձակվեն կամ Սյունիքի ճանապարհը փորձեն բացել, ստեղ ինչքան հրեա կա, բոլորս գիտենք արտել, սաղին դնելու ենք ու մորտելու ենք, բա հիմա վախեցած են։ Դե ոմանք թյուրիմացաբար, ոմանք դիտավորյալ սկսեցին գրածս աղավաղել և ներկայացնել այլ մեկնաբանություններով։ Իդեպ, հայկական սոցիալական ցանցերում եղած հակահրեականության ալիքի մասին արդեն հոդված է հրատարակվել The Jerusalem Post մարտի 6-ի 26 թվին, հրեական ամենաազդեցիկ անգլիալեզու թերթում, որը մեզ համար շատ վատ է, լուրջ, թե ձեր համար այս ամեն ինչը վատ։ Ցավոք ինձ չհաջողվեց մարդկանց բան հասկացնել և կասեցնել հասունացող վտանգը, հետո չասեք, ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Ուզում են սարքեն, որ Նատանյախուն վիրավորված է, որ Էռատոյի անվանել ենք հրեա ու մենք սենց այգուն կայնելու պատճառ ենք ստեղծել, հետո չասեք Նատանյախուն ինչի հարձակվեց ձեր վրա, են որ բոզ Էռատոն հրեա, հերիկա են վիդեոն ուղղակի հիմա մոտս չկա, ժողովուրդ ջան, 2 տարի առաջ տարածվեց, մոր հետ շամպանսկի խմելուց Հավանագիլայի տակ կայֆեր էին անում։ Կարող է կերել ես չես քակել Արա Պապյան, Հավանանագիլան քոչարի հետ ես խառնում, հը՞։ Ջվուտ շներ, վախեցել եք, որ ստեղ զալոժնիկ եք, աշխարհով մեկ եք զալոժնիկ, բոլոր ազգերը, կայնած են, ձեզ սատկցնելու, ու մյուս անգամ չփորձես, հային ասես աչքիդ վերև ունկ կա, դու ինձ եթե ճանապարհիս հանգարց ռաստ գաս, դա կլնի քու վերջի ճանապարհը, եղավ, урод моральный и физическая тварь, հայերին փորձում է վախեցնել, հետո չասեք, որ չենք զգուշացրել, յա լուրջ, հիմա, ժողովուրդ ջան, լտեսնեմ, ես որ հայը գելներ, Կամասուտրա, այսօր մարդի 8-ն է, հա, մի անգամից Էռատոյին էլ շնորհավորեմ, մի րոպե ժողովուրդ ջան, ջհուդ Էռատոյին շնորհավորեմ մարդի 8-ը, բանը Արա Պապյանը իրան լավ զգա, հեսա շնորհավոր եմ։
Հələ դու տես։ Հետո չասեք, որ չենք զգուշացրել։ Ամենալուրջ թերթը։ Մծրա հետևդ այդ թերթը կարող է հետևդ մի քիչ ավելի խելացի դառնա։ Լուրջ թերթ կարտա հետևդ։ Գլուխը հետևիցը մենձա, այ հայվանի մեկ հայվան։ Ես այրատոին շնորհավոր եմ ժողովուրդ ջան, մի րոպե։ Որ Արա Պապյանը իրան լավ զգա։ Ես հեռախոսիս ինտերնետն այն հենց դանդաղ են անում, որ կամ չկարողանամ մյուտ բացել։ Так։ Արա Պապյան, քու պատվին հեռատոին շնորհավորում եմ մարդուտը։ Ուրեմն 8 марта День Победы проституток за свои права. Роза Люксембուրգ Ժողովուրդ ջան ու Կլարա Ցետկին հեղափոխության ժամանակ, ահա։ Արա Պապյան, ջվուդ մորը դել եմ շնորհավորում, կնգադել հետը, քեզ էլ հետը իմիջայլոց, լավ սենց թոտոլ, տոտայի տեսք ունես, բոս ջվուդի տեսք ունես։ Так, էսի ջվուդներն են ժողովուրդ, որ դուք իմանաք, էսա, նայեք, տգլոր կայնած են, լավ նայեք, ահա։ Այ էսի ջվուդն է։ Սրանց մարդի ուտնա, հասկացաք, էսի, немного մնիմալը Մարիա Զախերովանը, ահա, նայեք, իրան կաբինետումա, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեղանի վրա, ահա, Եվրոպայից դեսպանն է, են էլ Պուտինի Շալոմովի պատկերը, որ լավ տեսնի, ահա, նայեք, այս սեղանի շուրջ, աշխարհի ժողովուրդների ճակատագիրն է լուծվում։ Հասկացաք։ Դու տես ինչ են անում։ Էսը սեղանի վրա, ահա, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեղանի վրա, էսա խոսնագը Մարիա Զախերովա։ Էս էլ պատմական Բոզերատո, նայեք, ոդը չռած, են էլ պատին նայեք, լավ նայեք, կամասուտրայի միջի պոզաները, ահա, էսա, բաղջիկները ետ չեն մնում, տարբեր երկրներից մտնում են ինտերնետ, ասում են իրեք բարկասեմ, էսա գտրակվեք, սրա բոզ, մարդի ուտնա, ահա, սրա մարդը, Ազգային ժողովի ամբիոնից խոսում էր առաջի գիշերվա մասին, որ գարաժների հետևն են ազատությունը կորցնում, սեքսով զբաղվում, ինքը գիտի, որ խրերի կադվին, չգիտեմ, ես երրորդ մասի Շենգավիտի գարաժների հետևն են արել ազատություն 1000 դրամով, էսա, սրա մարդի ուտնա, Արա Պապյան, շնորհավոր, Գնացինք առաջ ժողովուրդ ջան, նայեք, ըհը, նայեք սրա մարդի ուտնա, են որ շորերից խոսում է, ասում է ինձ տվել են պրակատ, նայած ինչ կերբար է պետք եղել ստեղծել, բա գիտեմ որ կերբարներ են ստեղծել, այսինքն շորերը տվել են պրակատ, հիմա տանեն մարդկանց վր են ծախեն, իբր թե իրան արևին արտարացավ, որ այդ շորերը իրան չի, ես էլ նայեք, Իսրայելի դրոշակը LGBT դրոշակի հետ, էսի 18 թիվն է իրանց գույները, են էլ LGBT-ի հեղափոխությունն է, նույն գույնավորների, էսա, հեղափոխությունն է, բոզերի, չատլախների հեղափոխությունն է, Արա Պապյանը այս ցեղի ներկայացուցիչն է, դրա համար իրան բոզ էրատոյին, փորձում է պաշտպանել քիչը, մի հատ էլ հիմք են ստեղծում, որ Իսրայելը կհարձակվի մեր վրա, որովհետև մենք մեզի լավ խելոք չենք պահում, դալշը ժողովուրդ ջան, հիմա,
Ուրեմն 2-3 տարի առաջ Իսրայելը պաշտոնական քնեսետում հայտարարել է, որ ինքը հետևողականը Հայաստան աշխարհը ոչնչացնել։ Արա Պապյան, մать твою за ногу, պալիցիկ ես, փող ես ստանում, տարին մի քանի անգամ էլ գրում ես փող ես մուրում ձեր կուսակցությունների համար, փող ես ստանում, դու չես նկատել Իսրայելը պաշտոնական հայտարարել է, որ Հայաստան աշխարհը պիտի ոչնչացնեն, բա դու ուր ես նայում մի հատ Իսրայելի Նատանյախուի անգաջը չես ձգում, ասես ես դու ում վրա ես աթաթանում, յո, Էրատոյից դլոյին կպանք, թե քու դլոյին էլ հետը, ժողովուրդ դուք գիտեք, որ ջվուտները և տղամարդկանց են թլպատում և կնանիքներին, ես այդ հոդվածը գտնեմ ձեզ, զապիսների մեջ ես գտնեմ ձեզ վիկիպեդիայի միջից, դուք գտեսնեք, որ այս հոդվածը, նայեք, թերթի մեջ, եբ այղ է, հիմա ասեմ, հունիսի 14-ին 23 թվին լրագիրը տպագրել է Իսրայելը պաշտոնապես մենք հաստատական ենք ոչնչացնել Հայաստանը, էսա, իրանց կնեսետում խոսացել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը, էսի սենց, հիմա մեզ փորձում են ներկայացնել, որ պատերազմ կա Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել, ու մենք մեզ խելոք չենք պահում, видите ли, կանանց են ջղայնանա, ձեռի հետ էլ մեզ խպել, սա Իրանի թակուին է, նայեք ժողովուրդ ջան, Դավիդովի ասկն էլ դոշին է, Էսի իրանց թուրքնա, որ սատկավ, Արմենիա должна быть уничтожена, նայեք, ես ջվուդը, որ գրել է, ելույթներ էր ունենում ու սատկավ, վերևն աստված, էսի Ադրբեջանում, ջվուդի պատկերով տանկիստ ա եղել, պարգևադրում են զինվորներին հայերին սպանելու համար, հիմա ազգանունը հիշեմ, ջվուդի պատկերով ազերներ պարգևադրում են հրեական համայնքի կողմից, հայերի դեմ կրված խաղերի տանկիստներին, սրա ազգանունը Ագարունով, այ էշան նգարով, նայեք, հրեաների համայնքը կռիվ ա տվել մեր դեմ, Ադրբեջանի հրեաների համայնքը մեր դեմ կռիվ ա տվել, ու ես ռոժը կռվել ա մեր դեմ, ու սրա ռոժով մեդալ են արտադրել ու պարգևադրում են ազերներին, Հայաստանի կողմից մի հատ հրեա ցույց տվեք, որ գնացել ա կռիվ, այս հողերի վրա ապրում ա, հասկացաք, որ դեմ են տվել մեզի, թուրքերի, ազերների դեմ են տվել, մենակ դրանք հո դեմ չեն տվել, էսա հերթով գամ, էսի քորը հայիներ հրահանգներ տալիս, Արա Պապյան, տիրոջդ մայրիկը, էս քոր ջվուդը, կնիգը Մոսադի ագենտի գեներալի քուրնա, էս հայիներ հրահանգներ տալիս մարդի մեկին քորը, են էլ Նիկոլնա, տարօրինակ ձևով քորի գանգին ա նման գանգնել, էսի ժողովուրդ ջան, Սուրբ Աննան որ եկավ, էս հետևի կինը տեսնում եք, Թուրքիայից, իրանց իլախրանիցինն ա, Էրատոյի,
Հələ դուք ստեղ տեսեք հայի դեմք տեսնում եք ընդհանրապես, հələ այս էշին նայեք։ Դուք ստեղ հայի դեմքեր տեսնում եք, սրանց բալագանը, որ քայլում է Հայաստանով մեկ։ Հիմա խոսամ Սասնա ծռերի, այս բևերների, չգիտեմ ինչ զայրումարների մասին ընդհանուր արանքից հանեմ։ Էսի Սեֆիլանի կնիգնա, ժողովուրդ ջան։ Սեֆիլանի կնիգնա։ Ինչեր գրե Սեֆիլանի կնիգը։ Ասեմ իմանաք, Սեֆիլանի, Ժիրայր Սեֆիլանի մայրն էլ եւ կինն էլ ջվուդ են, ժողովուրդ ջան, իմացեք։ Ուրեմն, սուպրուգը Ժիրայրը Սեֆիլանը Նանոր Барсихян Сефилян в контексте Арцах-Армения сделала запись, оскорбляющую народ Арцаха. Инча говорит, ты похож карабахский осел. Ты похожий карабахский осел. Проваливайтесь идите в свой Ахдам. В частности, написала супруга Սեֆիլանը։ Ով է Ժիրայր Սեֆիլանը, ժողովուրդ ջան, ամեն ինչից բացի, որ ինքը ջվուդ է, ուրեմն ֆինանսավորվում է այս կազմակերպությունից, որի լաբիսն են ազերները, ֆինանսներ է ստանում այս կազմակերպությունից, սրան ինչն է հայ, թուրքի ռոժով թարախ հայացքով, գնացինք դալշը, ինչեր գրե Սեֆիլանը իրան պոստի մեջ, հիշում եք 18 թվին Սասնա ծռերը, Սեյրան Օհանյանի Լիլիպուտ կինը իրար ձեր բռնած առաջի շարքերում Նիկոլ են բերում իշխանության, հետո պլավնի նստան ապոզիցիա։ Են որ տնգուշը Սեյրան Օհանյան շիշերով էր կռիվ տալիս, իբր թե Արցախ պաշտպանողն ա եղել։ Նայեք ինչա գրե, էսա թերթի միջից, որ չասեք Մագդան Իրանից դուրս է։ Ժիրայր Սեֆիլյանը զգուշացրեց վարչապետի հրաժարականին սպասող ուժերին։ Ժիրայր Սեֆիլյանը զգուշացնում է վարչապետի հրաժարականին սպասողներին։ Այն շրջանակներին, որոնք սպասում են այդ պահին, որ ինչ-որ մտադրություններ ունեն, օգտագործել այդ պահը և ցնցումներ առաջացնել մեր երկրի ներսում, զգուշացնում ենք այս ուժերին, որ մենք մեր ժողովուրդի հետ միասին ամբողջությամբ նեցուկ ենք կանգնած Նիկոլ Փաշինյանին և ոչ ոք չի կարողանալու սասանել Փաշինյանի դիրքերը։ Հասկացաք, ոնց է Ժիրայր Սեֆիլյանը իբր թե Նիկոլի դեմ։ Ասեմ իմանաք, Ժիրայր Սեֆիլյանի տղեն Նիկոլի անձնական ախրանայի մեջ է։ Ամիջապես իրան մարմինով Նաիրա Զոյրաբյանից բետար պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Էս էլ Արցախի պատերազմի ժամանակ լիքը ծանր վիրավոր ունեցել է ներգունասիլկա, չի թողե, որ ծանր վիրավորներին տանեն, փրվել է նասիլկին, որպես ինքն է վիրավոր, տվել է իրան հանել դուրս, ժողովուրդ ջան։ Էսի ձեզ Սեֆիլյանի մասին, կարճ կոնկրետ, որ ինչ շատ հարցեր են գրում, ինչ կասեք Սեֆիլյանի մասին։ Հիմա, ինչ վերաբերվում է Իրանին, որ Սերգեյ Շաքարյանցը նստած էին, գրում էին, խոսում էին, Իրանը, էսա մեզ տեր գկայնի, Իրանը մի հատ էլ Սերո Խանզադյանի թորը, թե ծորը
Արամ Խանզադյան նստում էր, սենց գրում էր, Աստված եմ կանչում, աղոթում եմ Իրանի բաննագի համար, որ մեզ էսա տեր կկայնեն, էս կանեն, են կանեն, հայերին կուտ էին տալիս, հիմա ձեզի կարճ մի նկարով ցույց կտամ, ինչ ուժեր են մեզ խապում, էսի Սերգեյ Շակարյանցն ա, ենա, նայեք, են էլ Հայկ Նահապիցյանն ա, ժողովուրդ, որ սրանց հաղորդումները նայում եք, նայեք իրանց մեջքի հետև ինչերա նկարած, Նայրա Զոյրաբյանը, որ նստած է, բանը, Անժոյի Դուքյանը, որ նստած է, Սիլ գրուպի ռեկլամի տակ, հաղորդումներ են վարում, այսինքն զգրզոն է ֆինանսավորում, հում օգտին են այդտեղ նստած խոսում, դե հիմա նայեք բոլշևիկյան դրոշակը, կարմիր դրոշակը, իմացաք, որ ջվուդների Այս Հայկ Նահապիցյան անունն է, Հայկ Նահապետ, սարկել են Հայկ Նահապիցյան, военный обозреватель, երբ որ Պիպոյին ու Կարեն Պողոսյան, Աֆիրիստը Որսկի բանակ չի ծառայել գեներալսկի պագոններով, 2 տարի գոռում է, որ էսի ջվուդա, ինչ զինվորական, ինչ բան, երբ որ Նագլի Արտեն բացահայտեցին, Հայկ Նահապիցյան έλավ հոդվածները սկսեց խոսալ, որ էսի աշխատում են, իրանք սեն, բա դուք военный обозреватель եք, նստած եք գիշեր-ցերեկ փող եք աշխատում խոսալու համար, երբ որ բերինք պադին տվեցինք, նորելակ խոսացիք, են էլ խոսացին ինչի համար, խայդարակեղած էին, արդեն իրանց անունն էին փրկում, էլան խոսացին, հիմա, էսա, նայեք, որ հետո չասեք, սովետական դրոշակի տակ նստած խոսում են, Live News-ը ասեմ իմանաք, Սերժի բաննա, ալիքնա, այդ Live News-ով ով որ բոլորը խոսում են, Սերժի ալիքնա, իմացեք ժողովուրդ ջան, հիմա ինչ որ վերաբերվում է, Իրանը մեզ գփրկի, էլ այնտեղ Խաչիկ Ասրյանը, հա, Վլադիմիր Պողոսյանի հետ խոսացել են, որ երկուսն էլ ջհուդն են, իմիջայլոց Իրան տարածքի ժողովուրդը իմ լայվի տակ գրել են, որ Խաչիկ Ասրյանից հարցրեք, մերն ու քուրը Ղապանի տրասին ինչ գործով են սփաղվում, հասկացաք, Խաչիկ Ասրյան, մամայիդ քրոջը դել եմ շնորհավորում մարդի ուտը, քեզ էլ հետա, այ էս որ ասում են բոզի տղա, սրանց մասին էր դու մի ասա, ժողովուրդ ջան, սրանց մասին էր, բոզի տղա, Հիմա, անցած տարի այս հոդվածն եղել, Иранский политик, мы ошиблись, открыто поддержав Азербайджан в Карабахских войнах, մեզ 35 տարի կերծնում են Իրանը մեր կողմից են, հիմա կարտամ, Иранский политик, поддержка Азербайджана в Карабахских войнах была стратегической ошибкой. Бывший член комиссии по нацбезопасности, Совороган политик Чигарель. Бывший член комиссии по нацбезопасности и внешней политике парламента Ирана Махмуд Ахмадибегеш заявил, что Тегеран ошибочно занял сторону Азербайджана в карабахских конфликтах. Այսինքն միշտ էլ եղել է ազերների կողմից, այն ինչ որ մենք ապացույցում ենք պայմանագիր, военное соглашение о взаимном сотрудничестве. В прошлом году, անցած տարի, մեր Ղարաբաղի հողերի վրա, որտեղ որ Իսրայելն է կառուցում военный պոլիգոններ, որտեղ որ Իսրայել 4 հատ արդեն այրապորտ է սարքել, Իսրայելն է սարքել Ղարաբաղի հողի վրա, այնտեղ военный учениյաներ են կազմակերպել Իրանն ու Ադրբեջանը, իրար հետ, այդ ում դեմն են իրանք պարապվում, որ լավ կրագեն, ում դեմ, Ադրբեջանը Թուրքիայի դեմ պիտի կրվեր, Իրանը Ռուսաստանի դեմ պիտի կրվեր, բա Պուտինն ու Իրանը իրար քուր ախպեր են, ում դեմն են պատրաստվում կրվել, Ադրբեջան Թուրքիայի դեմն է պատրաստվում կրվել,
Ումն են էշի տեղ փորձում դնել, դальше. По его словам, это подорвало доверие со стороны Армении и ослабило позиции Ирана в регионе. Если бы мы были на месте Армении, мы бы доверяли Ирану? Я, конечно же, нет. Бегеш отметил, что Иран мог сохранить нейтралитет, այսինքն нейтралитет էլ չի պահե, բայց մեզ ասում են Իրանը մեզ փրկում է. Но предпочел открыто выступить в поддержку Ильхама Алиева. Помимо того, что Иран выступил в поддержку Ильхама Алиева, он еще и поздравил Азербайджан с аннексией армянских земель. У մեզ Սերգեյ Շակարյանցով, բանով փորձում էին ասել, որ Իրան не допустит, որ Ադրբեջանի սահմանը գա կբնի Իրանին։ Ճամպա են բացում իրար հետ, ժողովուրդ։ Ճամպա են բացում, ես մեծ բոլոլան սարկում են, շունտերգել չհասկանա ինչա կատարվում, մի հատ էլ Արա Պապյան արդեն հիմք կա պատրաստվում, Նատանյախուն ձեր վրա ջղայնացած է, հա, խելոք մնացեք, հետո չասեք, որ չենք զգուշացրել։ Ահա, գնացինք դальше։ Ուրեմն ժողովուրդ ջան, բացարձակ չվախենակ, որ ինչ որ իրավական հիմքեր իրանք ունեն, ձեզ մեղադրանք ներկայացնել, ես հիմա ձեզ սաղ ցույց կտամ, հիմա, մի հատ ձիու չանով տվար կա, տվար, բարի բուն իմաստության, տեսանագարները ցույց կտամ ես ձեզ, ժողովուրդ ջան, Ռաբիզ իրան խոսալու ձևով փորձում է հայերի սատատատալ, Էսա դրա նկարներն էլ ցույց տամ սկզբից ժողովուրդ ջան, այս ավելի շատ վիրբլյուդի է նման, բերանն ենքան ալցրե, նայեք, ահա, նայեք, պրոշները չի փակվում, այս բերանների ինձ կներեք բիտե ասեմ ժողովուրդ ջան, բերանի պրոշները գիտեք ինչի են լցնում, են դոգի գործը որ անում են մինետը, ասում են ավելի որագով են անում են, որ լավ փող աշխատեն, նայեք, բերանը բաց պատրաստ է, ահա, նայեք, Սովետի վաղտով, որ սովորցնում են, բուչ գատով, սիգդա գատով, երևի ես գործին բուչ գատով, սիգդա գատով, բերանը, հլը նայեք, այս խաչը կախում ավզին, ժողովուրդ ջան, այս իրան կեղդոտ մարմինի վրա, թու երեսին, ապսոս չի մեր խաչը, կախում են որպես բուտաֆորիա իբր թե հայել, իրականությամբ ով են, Էսի ինքնա, նայեք, արդեն բոտեքս մոտեքս արել են, թե են ինտերնետով, որ դեմքերը փոխում են, ինչ են է ծրագիրն ադրե, ահա, էսա, բերան ինչքան ասխմե, որ գոյնե մի քիչ փակ լինի, դոշին նայեք, ուրիշ, էսա խոշոր ծրել է, տեսնեք, որ աչքի հլուն կա, ահա, նայեք, արդեն խաչը չեն կրում, խաչը կրում են խապելու համար, Հիմա արդեն այսենց են մեր հետ խոսում, հիմա սրա հաճոցը լսեք, ուշադիր լսեք սրա հաճոցը, ժողովուրդ, Երբ որ դիվանագիտական հարաբերությունները մեր մի րոպե, կարգավորվի, հələ սրա խոսալու ձևը նայեք ես ուռոդի, դիվանագիտական հարաբերությունները մեր կարգավորվի երկու պետությունների մեջ, այո դուք մեր պետության մեջ թուրք էլ կտեսնեք, ու յուրաքանչյուր նման պահված ստանա տուժը դուգանք, սա մեկն միշտ իշեք, մենք թույլ չենք տա, որ ձեր նմանները խայտարակեն մեզ հանեն վախկոտ նազարներ, դուք ինտենանք ու վախենանք, հələ Իրան էշհալով, մեզ ասմա թուրկը գալու յալ չփորձեք բան խոսալ մեզ խայտարակ կանեք, իբր թե ձեզ վախկոտ կներկայացնեք, հանկարծ բերան չբացեք, վախկոտ ձեզ ներկայացնելու համար մենք ձեզ գդադենք, լուրջ, հələ այս հայվանին տեսեք, հարաբերությունները մեր կարգավորվի երկու պետությունների մեջ, այո դուք մեր պետության մեջ թուրք էլ կտեսնեք, ու յուրաքանչյուր նման պահված
Ստանա տուժը դու գանք։ Սա մեկն միշտ հիշեք։ Մենք թույլ չենք տա, որ ձեր նմանները խայտարակեն մեզ։ Մեզ հանեն վախկոտ նազարներ, դուք ինտենանք ու վախենանք։ Բա, մենակ եթե մնում պակաս, որ մենք տեսնեինք Թուրքին ու վախենանք։ Այ բոս, հիմա լավ լսի, այ չատ լաշկա բոս։ Քո թորքից վախեցող չկա։ Քեզ էլ հետը գճախեն կենենց որ։ Իմանաս աշխարը ինչ կա։ Մյուս անգամ չփորձես էս քո տոնով հայերի հետ խոսաս, այդքան կաս, ժամ ու օր նշանագի, արի հրապարակ Մագդային հանդիպում նշանագի, այդքան որ դու դուխով ես ձեր ասած բառով, ժամ ու օր նշանագի, ես գամ վիդեոն միացնեմ, հարցեր տամ քեզի պատասխանի, այ բոս թուրքի լամուկ։ Այդքան կակ դու Արա Պապյանը, հերտով ձեզ կանչում եմ, մեռա ձեր թլպատված Նիկոլին ասել, այդքան տղա ես, էլի արի խոսք եմ տալիս, որ մադով քեզ չեմ կբնի, արի միացնեմ լայվ, հարցեր տամ տղա ես պատասխանի, բալագանով ֆռում են, մենագով վախենում են ժողովուրդ ջան, այո, 8 տարի ասում եմ, տղա ես, արի ուղիղ կապի մեջ, ես քեզ հարցեր տամ պատասխանի, հանգարց ու հանգարց հայեր ջան, չվախենակ հագահարված տալուց, ինձի մի կես տարի առաջ, հերթական անգամ, որ բողոքել են վրես, ես մեր տնեցիկներին չեմ ասել, բայց իմ ընկերներին զգուշացրել եմ, որ ես գնում եմ Արմավիրի մարզի քնչագանը, ինձ կանչել են, վրես բողոք կար, սարկում էին, մտածում են Մագդան գգնակասի գիտեք, էսի ես չեմ ասել, էսի մեկը չի, էսի սարկել են, էսի ես չեմ, հարց տվին սենց էջ ունես, Ժիվի Արմենիա յութուբում, այո ունեմ, սենց բան գրել եմ և պնդում եմ, գրել եք, որ հայեր ձեր զենքը, այսինքն խոսացել եմ լայվով, հայեր ձեր զենքը Նիկոլի տրուսիգի մեջն է, Նիկոլն հիմա իրան տրուսիգի մեջ եղածի շամպես վախենում է, այո, մի հատ մեկին իջեցնես, ու սաղ-սաղի համար պարզ կլինի, որ Մագդան 8 տարի ինչ գոռում է, էտենց է, ոնց որ Էփշտեյնի ցուցակները ժողովուրդ ջան, ապացույցվեց, որ հայերովս ինչ խոսում էինք, որ դրանք արունախում են, պիդաֆիլ են, մարտակեր են, ինչ ձեզ ասեմ, աշխարհում ինչ վատ բան կա, դու մի ասա իրանք են։ Էփշտեյնի ցուցակները Աստվածն են ծարեց, իրանք խորամանկ ձևով հանեցին իրանց խաղերի համար, աշխարհը ականատես եղավ, որ մենք հայերս ճիշտ էինք հայերս, որ սրանք գիշատիչներն են, երկու ոտանի գիշատիչներն են։ Հիմա ասել եք, որ երկու սևամորտների դիակները փռեք, մնացածը կփախնեն, այո ասել եմ, բա ոնց եք պատկերացնում, ասի շատ հեշտ, 90-ականների սկիզբը, 80-ականների վերջերում, երբ որ սկսվավ ալիք Հայաստան նեգրներին ներդնել, հայ կարգին տղեկ երկու դիակ փռեցին, նեգրների հոսքը կայնավ, Ռուբեն Վարդանյանը, որ ելավ հայտարարեց, որ հայ տղեկներին սպանել են, չի ասում սպանել տվեցինք, տատար Ռուբոն, հայի գենին, մոդիկ, տեսնենք, ով է այս աշխարհում, բերենք, որ հայ աղջիկներին չասեն բոզություն են անում, երեխա են բերում, ամուսնանան օրինական այդ ործերի հետ, ժողովուրդ ջան, Մատյադինոչկը գաղապարը ջվուդներին է, իրանց բոզերի համար, այդ որ ասում են գոյնե ծերանաս մի բաժակ ջուր տվող, իրանք են, որ մարդ չեն, ոչ ընտանիք են ստեղծում, ոչ մեկի հոգսով ապրում են, ոչ սեր են տալիս, որ հետո իրանց երեխեքն են իրանց մասին մտածեն, իհարկե իրանց ոչ մեկը չի տարե, իրանք աբորենի մի հատ երեխա են բերե, որ իրանք ծերանան, այդ երեխուն դնեն գործի մեջ բոզություն անի, փող աշխատի, իրանց մի բաժակ ջուր տվող լինի, այդ գաղապարն էլ իրանցն ա եղել, հիմա, ուրեմն, Էսա ցույց տամ,
Հնդիկներին բերեցին, հնդիկի անվան տակ բերեցին պակիստանցիներին, լցրին Հայաստան։ Նիկոլը այնտեղ Սերգեյ Շակարյանց բան տարածում են սենց, Հնդկաստանից զենք ենք ստանում, բան քանի միլիարդի, արդեն պաշտպանության նախարարությունում բան, աշխարհը իբր թե մենց պատերազմա գնում, պաշտպանության նախարար Աբիզյանի նման էլելա բան, ավտոբուսով ֆռում է Մարտիշկեն, աշխարհով մեկ։ Հնդկաստանից զենքի մասին, որ խոսում են, ժողովուրդ ջան, ամբողջ զենքը թուրքին տվողը զենք է բերում Հայաստան։ Սամալյոտը, որ նկարվեցին, որ առանց բոյի գալովկի ա եղել, դրանք զենք բերող են մեզի, տպավորություն են թողնում, մեր բյուջետից փողեր են դուրս գրում, զղտգվում են այդ փողերը, Հնդկաստանի զենքը մեր դեմ պիտի աշխատի, ժողովուրդ ջան։ Հնդկաստանի զենքը հենց որցերն են, որ բերի լցրել են ստեղ, որ այս 3-4-5 տարիա փորձում են Սումգայիթ Հայաստանում ստեղծեն, իրանց այդ որցերը իգիլն է, որ Կալաշնիկովը բաժանեն, ելնեն հարձակվեն մեր վրա, չի ստացվում, կանխում ենք, ժողովուրդ ջան, Հնդկաստանի զենքը Հայաստանում, իրանց որցերն են, որ բերի լցրել են, մտածում են, հույսով են, որ հայ աղջիկները մեռան ջվուտկեքների հետ նկարվել, եկեղեցուց իբր թե պսակվում են, դուրս են ելնում, հայերին կուտան, որ այդ տրճեների հետ ամուսնանան, իրանց բոզերն են նորից ման գալիս, իբր թե հայերն են։ Հիմա ձեզի ցույց կտամ վիդեոն, որ տեսնեք Հնդկաստանը ումն է, ժողովուրդ ջան։ Գանձին, որ հեղափոխությունը իբր թե արել, Նիկոլն էլ բերեց իրան արձանը դրեց, Սոնա Ագիկյանն էլ գնան սդից իբր թե վարեց, ռեյտինգ հավաքեցին։ Գանձին, ժողովուրդ ջան, հրյա։ Դրա համար էլ հենց փողա հավաքել, տվել Աթաթուրքին զենք են արել, որ հայերին սպանեն։ Կաշեմիրի շոլկը որ կա, հայերն են եղել Կաշեմիրում, ժողովուրդ ջան։ Սպանում են հայերին, այդ պակիստանցիներ բաներ ստեղծել են, որ հրյաներով, որ հայերին սպանեն, իրանցով անեն Կաշեմիրը։ Հիմա լսեք այս վիդեոն։ Դուք մի հատ էլ բան ասեմ ձեզ, այն շալերը, որ կա, սև ու սպիտակ մանր կուբիկները, դա շախմատի նշանն է։ Շախմատի նշանը հենց մասոնների սիմվոլն է։ Սերժը, որ ասեցին շախմատ է խաղում, իբր թե խելացի խաղեր է խաղում, մասոնական խաղն է մեր ազգի հանդեպ։ Հիմա նայեք Հնդկաստանը ումն է, ժողովուրդ ջան։ Մի րոպե։ Լսեք ուշադիր։ Израиль это отечество, а Индия это родина. Հակի շորը տեսնում եք։ Հակի շորը ուշադիր նայեք։ Израиль это отечество, а Индия это родина. Смотри, что он наделал. Да, я старался. Անկամ Նատանյախուն ասում, смотри, կնգան, что он одел, ասում я старался, ուշադիր։ А Индия это родина. Смотри, что он наделал. Да, я старался. Կարտամ ինչա գրված։ Կարտամ հիմա ինչա գրված, ժողովուրդ ջան։ Այս մարտը, այս ղեկավարը Հնդկաստանին, Էփշտեյնի ցուցակների մեջ է հայտնաբերվել իրան անունը, դաշը։
Էս ղեկավարը Հնդկաստանի Пелый танцевал в Израиле для президента США. Мы разделяем вашу боль. Индия. Смотри, что он наделал. Да, я старался. Мы разделяем вашу боль. Индия будет всегда с Израилем. С полной убежденностью говорю, отныне и навсегда. Израиль это отечество. Израиль это отечество. Հնդիկների գործերը Հայաստանում ով է? Իսրայելի բանակն է, բա որ ասում ենք, որ իսկական մուսուլմաններին Իրաքից, Սիրիայից, Լիվանից իրանք океանների մեջ, ծովերի մեջ նավերով խեղդել են, սպանել են, պակիստանցիներին, հնդիկներին են լցնում ամբողջ աշխարհով իրանց սևամորտներով, Պակիստանում պարզվեց սվալկա կա, աղջիկ երեխեքների նորածին երեխեքների սվալկա, այսինքն սրանց փող են վճարում տղա ծնելու համար, աղջիկ որ հանգարցակի փստը անցնում իրանց էխոներ, աղջիկա ծնվում, իրանք տանում են տուպը շպրդում են, հիմա հարց տվեք, մայրը որ ծնում է երեխուն ու տանում է զիբիլի սվալկեք այսենց լծված 300 քանի երեխա աղջիկա սվալկա են հայտնաբերել Պակիստանում այդ կնոջ ծնած տղեն ով է ինչ են դաստիարակում հասկացաք որ դրանց փող են տալիս իրանք տղա որց ծնեն որ աշխարհով մեկ լցնեն իգիլը հենց իրանք են ժողովուրդ ջան Հիմա ինձ կանչեցին ու փորձեցին պրետենզիա ներկայացնել ժողովուրդ ջան, որ սենց բարեր ասել ես, ասել եմ, այո, ասել եմ։ Հիմնավորել եմ իմ բոլոր ասածները, ինչի եմ ես այտենց ասել, մի քանի հիմքեր իմ ասածներից հիմա ես ձեզ ցույց կտամ փաստացի, որ Հայաստանում գոյություն ունի հրյանը էսի նիկոլագան բաննա, զիբրովկեն, որ հակած հեղափոխություն անում, տարբեր տեղեր խոսում է։ Ձեր անուն ազգանունը։ Լավ կենսագրություն սնայելու կարևոր է էդի։ Ձեր անուն ազգանունը։ Հավեց ինչի համար։ Եթե չեք ուզում, խնդիր չկա։ Ըստ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի Հայաստանում։ Եթե չեք ուզում, խնդիր չկա։ Ըստ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի Հայաստանում գրանցված է շուրջ 800,000 հրյա։ Թիվը չի ընդգրկում այն հրյական ընտանիքները, որոնց անդամները գրանցված են հրյական համայնքում։ Մեռնում եմ։ Այդ քննիչին հարց եմ տվել։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բազան ձեր մոտնա ներքին գործերում է։ Գոյն է մի ազգանունով հրյա գոյություն ունի Հայաստանում, ասեց չէ։ Ասի բա որտեղ են իրանք։ Այսինքն հայերի ազգանունների յանի տակ է։ Ճիշտ է։ Գնացինք առաջ։ Հրեական համայնքում կան հանրապետական Ուշադիր լսեք։ բաներ եւ ոչ միայն։ Есть Торговач Хайастан, есть беспартийные люди, которые уже сыты от всех
партийных деяний. Ռիական համայնքում ընդդիմադիր կոնգրեսականներ չկան, Տիկին Վարժապետյանը չգիտի թե ինչու, ինքն էլ կուսակցական չի։ Այսինքն ասում է հանրապետականներ կան։ Հայաստանի ռիական համայնքում կան Դե գիտեմ, որ սաղ գիտեմ, որ քորի կոնգրեսը ջվուդագան, հա։ Հանրապետականներ կան, բարգավաճներ կան, այ հետաքրքիր է։ Այդ կուսակցությունների անդամներ ինչ գործ ունեն հրեական общինայի մեջ, լսեք, ուշադիր լսեք։ Հայաստանի ռիական համայնքում կան հանրապետականներ եւ ոչ միայն։ Есть Баргавач Хайастан, есть беспартийные люди, которые уже сыты от всех партийных деяний. Հիմա հարց առաջանում։ Այդ հանրապետականները, բարգավաճները, դե կոնգրեսից հրաժարվա, որ իբր թե ջվուդների հետ կապ չունեն։ Բիսպարտիիները, հայերն ինչ գործ ունեն իրանց միության մեջ։ Իհարկե հայ չեն։ Այսինքն պետք է հագարակը հասկանանք, որ հանրապետականների մեջ, անկուսակցականների մեջ, բարգավաճների մեջ եվրեյներ են նստած։ Պարզ խոսում է, ուշադիր լսեք։ Հայաստանի ռիական համայնքում կան հանրապետականներ եւ ոչ միայն։ Есть Баргавач Хайастан, есть беспартийные люди, которые уже сыты от всех партийных деяний. Ռիական համայնքում Ասկայր Ոյ, ասում եմ։ կներեք հայեր։ Աբսուրդ բան։ Մի րոպե կներեք։ հանրապետականներ եւ ոչ միայն։ Есть Баргавач Хайастан, есть беспартийные люди, которые уже сыты от всех партийных деяний. Ռիական համայնքում ընդդիմադիր կոնգրեսականներ չկան, Տիկին Վարժապետյանը չգիտի թե ինչու, ինքն էլ կուսակցական չէ։ По своей натуре, по своей деятельности, конечно, я сионистка. Ինչով են ռիական Հələ դուք նայեք եղիդնի ժպիտով խոստովանում է, որ по своей натуре հոգեբանությամբ եւ գործնեությամբ ժողովուրդ я сионистка ուշադիր լսեք ու Սերժիորովը ասեր 2009 թվին կարծեմ չէ մի րոպե 10 տարի առաջ 2015 թվին ասել 16 թվի 15 թվին ասել Սերժիորովը ասել ու ժպտում է գիտի որ այդ բարերի համար իրան ոչինչ չի լինի եղիդնի հայացքով խոստովանում է որ ինքը եւ իրան բնույթով գաղապարով եւ գործնեությամբ սիոնիստ է ուշադիր չգիտի թե լսեք ինչու, ինքն էլ կուսակցական չէ։ По своей натуре, по своей деятельности, конечно, я сионистка. Ինչով են ժողովրդականությունը գրավել Հայաստանում ապրող հрьяաներին, Տիկին Վարժապետյանը չի կարող ասել։ Меня тоже очень удовлетворяет сегодняшнее положение и действия республиканцев. Նույնիսկ Բարգավաճ Հայաստանի Այսինքն դու գալիս Տիկին սիոնիստն ասում է որ Նժդեի գաղապարը իրանց մոդա հանրապետականներին ինքը ընդունում է Նժդեի գաղապարի համար սիոնիստն է խոսում ժողովուրդ Удовлетворяет сегодняшнее положение и действия республиканцев. Նույնիսկ Բարգավաճ Հայաստանի որոշ գործողություններ են դուր գալիս Տիկին Վարժապետյանին, ԲՀԿ-ն շատ բան է անում, որոնք հրեակնոջ սրտով են։ Ինքը 42 տարի է ինչ ապրում է Հայաստանում եւ իրերի վիճակն ընդունում է այնպես, ինչպես կա։ Я не вижу угрозы ни с какой стороны. Նույնիսկ դաշնակցականների կողմից հայկական հрьяաները վտանգ չեն զգում, թեպետ Տիկին Վարժապետյանը հաճախ է լսել, որ նրանք չեն սիրում հрьяաներին։ Ինքը դաշնակցական ընկերներ ունի, անձամբ կարծում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չպետք է կուսակցական լինեն։ И меняется власть, меняется руководство, меняются приоритеты партийные. Մի բան Տիկին Վարժապետյանը հաստատ կարող է ասել, բոլոր հрьяաներն ակտիվորեն մասնակցում են Հայաստանի ընտրություններին։ Մայր Աշակյան Հովսեփ-Հովսեփյան այգվ Հասկացաք, որ բոլոր հрьяաները ստեղ խնդիր չունեն ոչ մի կուսակցության հետ, սաղ իրանց հետ ոնիսոն են, բոլորը մասնակցում են ընտրությունների ժողովուրդ։ Այսինքն մեզ ամեն ընտրություններին հայտարարում են 52-53% բնակչությանը չի մասնակցում ընտրությունների, ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Այսինքն կեսը հանում ենք, 3 միլիոնի կեսը հանում ենք, մնում է 1,5 միլիոն։
Բերանով հայտարարում է, որ իրանք մասնակցում են բոլորը դայի դինովը մի մարդու նման։ Այսինքն իրանց այդ նոր հնչծրած 800,000 և 10,000 ընտանիք, այսինքն էդի 2,000 ընտանիք գներեք, մոտ 10,000 էլ էդի, 810,000-ը միլիոն ու կեսին, անում է 63%, իրանք իրանց Կոնստանտան ունեն։ Հասկացաք, հիմա ուրիշ բան են քննարկում։ Եթե ղեկավարը սիոնիստ է, ոչ թե մենակ իրան գաղափարով եւ գործնեությունով, ինչ որ վերևից պրիկազ տվեցին, այդ էլ մնացած 810,000-ն անում են։ Այսինքն 810,000 սիոնիստ ունենք Հայաստանում։ Իսկ սիոնիզմը ՄԱԿ-ի ասամբլեայով ընդունված է ֆաշիզմի ամենանենգ տեսակ գաղափարախոսությունը։ Հիմա ստեղ ումն են տակծրել և ում իշխանությունն է Հայաստանում և ումն են կոդորում։ Հասկացաք, որ հրեաների իշխանությունն է, ժողովուրդ, ինձ որ հարց եք տալիս, ես միանգամից պատասխանեմ։ Ինձ ասում եք, որ Մագդա ումն եք տեսնում լիդեր, այսքան քաղաքական գործիչներից, մի րոպե գներեք, այսքան քաղաքական գործիչներից ումն եք տեսնում երկրի ղեկավար կամ գնանք ընտրությունների ում ընտրենք։ Ժողովուրդ ջան, ոչ մեկին, իրանք միամիտ չեն, դարերով եկել են խորամանկ ձևով, հասկացողներին քախնել են, սպանել են, մորտել են ռեպրեսիաներով, ամեն ձևով։ Իրանք միամիտ չեն, որ քաղաքական դաշտում որևէ մի ազգի ներկայացուցիչ ելնի, որ այդ մեկը իմանա ինչ է կատարվում, որ ելնի բոլորը անի ու իրանց խանգարեն։ Իրանք միամիտ չեն, սաղ իրանք են։ Հիմա էլ ոգևորված արդեն մեր հետ սենց են խոսում։ Հասկացաք ինչ է կատարվում հիմա։ Էսի քննիչին ցույց տվեցի, լսեց, գնացինք առաջ, երկրի ղեկավարը պետք է ադեկվատ մարդ լինի։ Մարդ, որին սահմանադրությունով պատերազմի ժամանակ ավտոմատ ձևով գլխավոր հրամանատար է երկրի տրվում։ Պաշտպանության նախարարությունում, երբ որ հարց են տվել, եթե լուրջ հարցերի լուծելու դիմաց կայնած լինես, ինչ ես անելու, լսեք պատասխանը։ Абսուրդ բան ասեմ, կարող է շատ կարևոր բանակցություններից առաջ կներեք, կարող է չգիտեմ абսուրդ հնչի, բայց ուզում եմ լրիվ կիսվել եւ բացվել ձեզ հետ։ Ցենք կարող է տես մի պահ հասունանա, ես որոշեմ, որ այդ բանակցություններից առաջ ոնց ասեմ, որ կոպիտ չի։ Հələ դուք նայեք այս պահը, որ ինքը ուզում է արդեն ասի ինչով է զբաղվում, իրան հայացքին նայեք, ժողովուրդ ջան։ Կարող է տես մի պահ հասունանա, ես որոշեմ, որ այդ բանակցություններից առաջ ոնց ասեմ, որ կոպիտ չընչի։ Դուք սրա գիշատիչ հայացքը տեսաք, ուշադիր եղեք։ Այս մի պահ հասունանա, ես որոշեմ, որ այդ բանակցություններից առաջ ոնց ասեմ, որ կոպիտ չընչի։ Կարող եմ որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը կներեք, Արփին պետք է այդ գիշերը իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է։ Абսուրդ բան ասեմ, Պիդաֆիլիզմի, абսուրդ բան ասեմ, ինքնախոստովանություն և как minimum երկրի ղեկավարի, ինչ ասեմ, տեղում չի այս մարդը։ Եթե չասեմ, որ հատուկ նշանակված է, այս ամեն ինչը անի։ Ոնց կարա երկրի ղեկավար 3 միլիոն բնակչության ճակատագիր ուսերի վրա է անգնում, չհաշված, որ 10 միլիոն հայության ճակատագիր ավտոմատ ձևով է լուծվում, ասում է, որ Արփինեին պիտի բերեն ծոցս, են մի բան պիտի անի փաստորեն։ Գնացինք առաջ։ Հայաստանի Ինչ է խոսում։ Ղարաբաղը հանձնելու եք։ Արուխի դեպքերը ձեր
օրինակ Լսեք ուշադիր։ Ղարաբաղը հանձնելու ենք Փարուխի դեպքերը ձեզ Մի րոպե, նորից ժողովուրդ։ Ղարաբաղը հանձնելու ենք Փարուխի դեպքերը ձեզ օրինակ կտոր Երիքա խափենք իրար Ղարաբաղը հանձնելու ենք Փարուխի դեպքերը ձեզ օրինակ կտոր Երիքա խափենք իրար Ղարաբաղը հանձնելու ենք Փարուխի դեպքերը Լսեցիք, քննիչին ցույց եմ տվել, ասել եմ սա իգնախոստովանությունն է, որ եւ Փարուխ եւ Քարագլուխը հասկանալով հանձնվել է Թուրքին եւ որ Արցախը հանձնել է ու հանձնում է Թուրքին, հիմա ինձ հարցից պատասխան տվեք, սահմանադրությունով երկրի վարչապետի ուսերի վրա դրված է պատասխանատվություն սահմանների պաշտպանության եւ բնակչության կյանքի պաշտպանություն։ Բերանով հայտարարում է, որ ինքն է սախ տվել, ինքն է սպանում, Բերանով էլ ասել է, որ ունեի հնարավորություն, զոհեր չտալ, բայց տվել եմ։ Հիմա իմ հարցից պատասխան տվեք, երկրի ղեկավարը ով է, եթե ոչ թշնամի, եթե ոչ հանցագործ, են էլ մի հոգի եթե սպանում են, տանում են մարտուն, դատում են մահապատիժ առաջ, հիմա դրել եք մաքսիմալնի ցմա սրոկ, Սիրիյնի սպանություն ազգի եղերն անելու, որովհետև հայ ենք, սրան ինչ է հասնում, եթե ոչ հրապարակում իրան փրտիկ անելը։ Ճարահատված ասեց, ինչ որ խոսացի, սա ի վնաս ձեզ է, 6 ամիս անցել է։ Եթե իմ ասածների մեջ, ժողովուրդ ջան, այս կամ բան սխալ լինել, դուք տեսնեիք ոնց ինձի գփրտեին։ Այնց որ ազգ ջան, մենք ոչ թե միայն ունենք բարոյական իրավունք, մենք ունենք պարտականություն այսրանց, որ այսօրվա օրն ելել են արդեն այսենց են մեր հետ խոսում, մերը լացացնենք, դալոները կոխենք բերան իրանց, հասկացաք հայեր, եթե մեզ փորձում են վախեցնել հետո չասեք, ուրեմն ուշադիր լսեք Նատանյախուն էլ թող անգաջին օղանի, 800,000 դալո գհանեն գկոխենք ձեր բերանը, հասկացաք թլպատված շներ, չփորձեք մեզ վախեցնել ու չփորձեք հարձակվել Հայաստանի վրա, հանգիստ վեր ընկեք ձեր տեղները, սպասեք ձեր մահին, եղավ, դաժան է լինելու ձեր բոլորի մահը, դաժան, խոստանում եմ, դուք պիտի կախված լինեք ոտերից, ոչ թե կոգորտից, որ ոնց որ դել էր զորում, դաժան մահով եք սպանել հայերին, տանջամա եք արեսովից, արևի ծառավությունից, էտենց տանջամայ դուք պիտի լինեք, ձեզ դել էր զոր պիտի անենք հրապարակում, ոտերից պիտի կախենք չիր դառնանք, հասկացաք, են մարդի ուտին էլ, որ ծաղիկները փռել է գետնին, իբր թե Հայաստանի թաղումն է կանում, ձեր վերջի մարդի ուտն է, ձեր տիրոջ մերը, շնորհակալություն հայեր ջան, չփորձեք հայ, ինչ որ մեկից վախենակ, իմացեք, որ Աստծու դեմ եք պարտականություն, ամեն մի կատիլ, ամեղ թափած հայի առնան համար եւ աշխարհում ամեն մի ամեղ թափած կատիլ առնան համար, այո, առնան հեղեղ պիտի լինի հրյաներին, որ իմանան աշխարհը ինչ կա։ Դե Արա Պապյան, այդքան տղա ես վրես բողոք տուր, կամ այդքան տղա ես արի հրապարակ ժամ նշանակի, կամ Մերի Թամոյանես ինչ փդած մսեր ես, այդքան կաս արի հրապարակ օր ու ժամ նշանակի ու արեք իմ դեմ խոսացեք,
Տեսնեմ դուք ասելու բան ունեք, մի բան էլ էսա ցույց տամ, ժողովուրդ ջան, ձեզ տվարի պագաննի է։ Դուք եք մնացե պագաս։ Ես էլ ցույց տամ թուրքերն իրանց թուրքի մասին ինչ են խոսում։ Ուռոդի մարալնի եմիշ գլուխներս փդած վիրբլուդի տեսքով մի վարգյան հայր ջան սաղ կենտրոն վարտեր են գեդնին փրել թաղումը որ գնում է ծաղիկները գցում են ոտերի տակ հանել են այդ ծաղիկները գցել են ամբողջ Երևանով մեկ իբր թե մեր թաղումն են դագաղները կրեցին Միադանայ Ստիպանյան բոսկա դագաղներ են կրում Արտեն իրանց արևին վարտերը փռեցին գետնին արտեն տանում են մեզ դագաղներով նայեք որ առանց դագաղի ձեզ կթաղենք տվարի պագաննի Ես էլ ցույց տամ ժողովուրդ ջան որ շատ վերևի չթռնեն թե իրանք մարդ են մարտանման ինչ որ բան են անկամ Կներեք ձեր ժամանակը խլում եմ, բայց ես դիտմամբ են անում ինտերնետը սենց, որ նայեք Սրա իրանց թուրքերի լրատվությունն է, էսա նայեք, գրել են, заслуженный артист Рафик Хашимов. У него несколько дипломов, но он не может говорить даже 5 минут. Թուրքերն իրանց թուրքերից են գրել. Ենենց որ կարակոյուն կարա փապախներ, վերընգեք ձեր տեղը, ձեզ ոչ թե ասվալտներով գփռենք, ասվալտների տակ գփռենք։ Եղավ? Շնորհակալություն հայր ջան։